Զատկից ուղիղ 40 օր հետո հայ առաքելական եկեղեցին նշում է համբարձման տոնը։ Հարությունից հետո Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա եւ երևում առաքյալներին ու հավատացյալներին։ Այդ ընթացքում իր վարդապետությունն է ուսուցանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին։ 40 օրերի ընթացքում բազմաթիվ անգամներ եղավ աշակերտներից, նորից տվեց պատգամներ, պատվիրաններ, առիթ ունեցավ ուսուցանելու, կրթելու, զորացնելու իրենց քրիստոնեական հավատքի մեջ։ Այս ամեն ինչը մի կարևոր նախապատրաստություն էր, որ հետագայում առաքյալներն էլ շարունակեին արքայության ավետարանի քարոզությունը։ Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ է մատուցվում, այնուհետև տոնը ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով։ Տոնի հիմնական սովորույթներն են ծաղկահավաքը, վիճակահանությունը, ուխտագնացությունը, ծիսական ուտեստը։ Պատահական չէ, որ համբարձումից բացի տոնն ունի նաև այլ անվանումներ՝ վիճակի օր, ջանգյուլումի օր, ծաղկամոր տոն եւ կատնապրի տոն։ Կատնապուրն ի դեպ խորվա գլխավոր ուտեստներից է։ Այսօր կատնապուրն է, կատնապուրն է նեփում, միասին շատ անգամ եկեղեցիներում այսպես սիրո սեղանի շուրջ հավաքվում, ոնց որ իր հատուկ այսպես կերակուրը, լինի համբարձման։ Իսկ հա կեսօրին սկսվում է վիճակահանությունը։ Ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ եւ աղջիկների զանազան իրեր։ Այնուհետև դեռահաս մի աղջիկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները եւ շրջում տնետուն։ Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով եւ հանգանակություններով։ Հետո սկսվում է վիճակահանությունը, որպես վիճակ, ում որ ընկնում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում։ Կժից հանում են նաև մյուս իրերը, որոնց տերերին խրատներ եւ բարեմաղթանքներ են բաշխվում։ Ժամանակին կան աղջիկները գնացել են սարեր, տարբեր տեղերից ծաղիկներ են հավաքել։ Նույնիսկ հետարքիր ավանդույթ կա, որ ծաղկամերա կոչվել, այդ ծաղիկներով մեծ խաչ են այսպես պատրաստել, համբարձման օրը բերել նվիրել են եկեղեցուն։ Քրիստոսը մեր փոխարեն խաչվեց, այնուհետև հաղթելով մահվանը հարություն առավ մեզնից յուրաքանչյուրին նվիրելով անմահության բերկրանքը։ Քրիստոնյա հավատացյալ այսօր առիթ ունի սիրտը, հոգի, միտքը դեպի երկինք բարձրացնելու։ Ինչ ասում Տերը, նախ երկնքի արքայությունը փնտրել, չէ, մնացածը Աստված ավելիով կտա։ Այսինքն երկնքի արքայություն փնտրելն արդեն նշանակում Աստծուն գտնել, Աստծո հետ հաղորդակցվել, Աստծո հետ միության մեջ լինել։ Հնում ուխտավայրերում իսկական տոնախմբություն է կազմակերպվել երգ ու պարով, խաղով ու նվագով։ Համբարձման ուխտագնացությունները եւ ծաղկահավաքները լավագույն առիթն են եղել երիտասարդների ծանոթության համար։ Տոնի կարևոր մասն են եղել շնորհավորական փոխայցելությունները։ Միմյանց հիմնականում հյուր են գնացել նորանշանների եւ նորապսակների ընտանիքները, նվերներ անուշեղենով լիքը սկուտեղներով։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։